Skill ընկերության կողմից իրականացվող World's Top Speakers in Armenia-ի շրջանակում Հայաստանում էր հայտնի հոգեբան Միխայիլ Լապկովսկին։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի Լեփլեցուն դահլիճում հոգեբանը խոսեց աշխատանքում եւ անձնական կյանքում աճի, առավելագույնին հասնելու եւ երջանիկ լինելու գաղափարներից։ Baltic Travel ընկերության հիմնադրի առաջարկներ, նախաձեռնություններ, ես գիտեմ, որ իրանք Միխայիլ Լապկովսկու հետ ունեն ջերմ հարաբերություններ, իսկ Skill-ը ընտրվել է որպես իվենթ գործընկեր, հաշվի առնելով մեր փորձը նմանատիպ բազմաթիվ միջոցառումներ կազմակերպելու 2017 թվականից մենք կազմակերպել ենք խոշոր միջոցառումներ թե Brian Tracy այցը Հայաստան, թե Ջոն Շոուլի, Կևին Գալսկլի, Կել Նորդստրոմ, Իրինա Խակամադա, Սիդնիկով, Լապկովսկի եւ այդպես շարունակական կլինի։ Հայաստանում առաջին անգամ ելույթ ունեցող Միխայիլ Լապկովսկին Հայ լսարանին ներկայացրեց ինքնաիրացման եւ երջանկության հիմնարար սկզբունքները, շեշտեց իրական հաջողությունն ու անձնական առաջընթացը կախված են սեփական ցանկությունների ճանաչումից, հստակ սահմանների գծումից եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունից։ Լապկովսկու խոսքով շատ մարդիկ պայքարում են անհանգստության եւ դժգոհության դեմ, քանի որ ապրում են այլոց ակնկալիքներով։ Փոխարենը ուշադրություն չդարձնելով իրենց իսկ իրական կարիքներին։ Հոգեբանի խոսքով կարևոր է, որ մարդն իր զգացմունքներում լինի անկախ։ Если общество как бы традиционное, как говорят, и женщина-домохозяйка полагается на мужчину. Եթե հասարակությունը, ինչպես ասում են, ավանդապաշտ է, կինը տնային տնտեսուհի է եւ ապավինում է ամուսնուն, ապա նրա սթրեսը կամ այն, ինչպես է նա արձագանքում աշխարհին, կախված է ամուսնուց։ Իսկ եթե նա ինքնուրույն է եւ իր խնդիրները հենց ինքն է լուծում, ապա նրա համար ավելի հեշտ կլինի։ Իմ հորդորը կանանց դա է։ Լապկովսկին անդրադարձավ նաև Հայաստանում տիրող հոգեբանական պատկերին։ Но мне кажется, у вас несколько переходный период. Ես կարծում եմ ձեզ մոտ անցումային շրջան է, անցում դեպի ավելի ժամանակակից հասարակություն։ Ժամանակակից մարդիկ օրեցօր ավելանում են, բայց նրանք ունեն ծնողներ, որոնցից շատերը դեռևս հին արժեքների կրողներն են։ Բայց ես կարծում եմ, որ սա կարճ կտևի, որովհետև հայերը վաղուց մեծ աշխարհի մի մասն են, այնպես որ ամեն ինչ լավ կլինի։ Հայ հանդիսատեսը Լապկովսկու հետ հանդիպմանը լավ էր պատրաստվել, ապացույցը հարցերի տեղատարափներ հայկական մենթալիտետից մինչև պատերազմական իրավիճակ։ Но я хочу как бы больше. Что такое большего? Большего я имею в виду. Статуса, денег, чего большего? Ես առաջին անգամ էի նման մաստեր կլասի, որ միայն հարց ու պատասխան էր, որովհետև սովորաբար լեկցիոն մաս է լինում ու հետո նոր հարց ու պատասխան, բայց հենց այսպիսի ֆորմատը ինչքան մեծ պրոֆեսիոնալ պիտի լինես, որ կարողանաս հենց բաց հանպատրաստից իմպրովիզի վրա հարց ու պատասխանով դու մեկադահլիճին հարցնես այն ինչ որ դու իրականում ուզում էիր ու թեմայի մեջ է տեղավորվում։ Միջոցառումը շատ հետաքրքիր էր, բովանդակալից, կարծում եմ այս հարց-պատասխան ֆորմատը բոլորի համար, բոլոր հավաքվածների համար, ինչ որտեղ նաև ամեն մեկի իր հետաքրքրության ինչ որ մասը փակեց։ Մեծ պատիվ էր ներկա գտնվելու նման միջոցառմանը, որովհետև խոսնակը շատ պրոֆեսիոնալ հոգեբան էր եւ իր գիրքն ենք կարդացել, կյանքում մեծ փորձ է տալիս եւ նաեւ բիզնեսում է օգնում բիզնեսը զարգացնելու առումով։ Ես միշտ ուզեցել եմ, որ sense event լինի, որ կարողանանք մեծ ֆիզիկապես ներկա լինել, հա on-line կա, որ դու կարաս պատվիսկ առնես, իրանց նայես, բայց որ off-line լինի, սա իմ առաջինն է ու շատ տպավորիչ էր։ Միջոցառումից հետո շատ դրական է արձագանքները, քանի որ դա առիթ է իրար տեսնել, իրար հետ շփվել, նաև տեսնել, լսել այն մարդկանց, որոնց դու կարող ես լսել YouTube-ով կամ ինչ-որ միտեից, բայց իրանք գալիս են Հայաստան, դա շատ լավ առիթ է, գալ շփվել եւ մարդիկ մեծ հաճույքով գալիս են մեր միջոցառումներին եւ միշտ սպասում են ու մենք էլ բերում։ Բայց մենք էլ միշտ մտածում ենք ինչ անենք, որ ինչ որ զարմացնենք մարդկանց։ Skill ընկերությունը World's Top Speakers in Armenia-ի շրջանակում շարունակելու է Հայաստան հրավիրել հայտնի խոսնակների եւ մենթորների։ Առաջիկայում հայ հանդիսատեսը առիթ կունենա Հայաստանում լսելու, տեսնելու Ռիչարդ Մոսլիին, Եվգենի Կոտովին, Ռադիսլավ Գանդապասին եւ շատ այլ անվանի խոսնակների։